Ուլտրաձայնային հետազոտությունը ամենատարածված և հուսալի մեթոդներից մեկն է բժշկության մեջ իր անվտանգության, արագության և բարձր տեղեկատվականության շնորհիվ։ Հիմնական առավելությունները, թե ինչու այն նախընտրելի է այլ մեթոդների նկատմամբ։ Առաջինը դա բացարձակ անվտանգությունն է, չի օգտագործում իոնիզացնող ճառագայթում, չունի կողմնակի ազդեցություն, որի շնորհիվ կարելի է օգտագործել հղի կանանց, երեխաների և նորածինների շրջանում, կարելի է կրկնել անհրաժեշտության դեպքում առանց վնասելու առողջությանը։ Երկրորդը, մեթոդը ոչ ինվազիվ է և անձավ, չի պահանջում մաշկի խզում, ներարկումներ կամ կոնտրաստ նյութեր։ Հատկապես կարևոր է երեխաների և տարեց մարդկանց համար, ովքեր վախենում են բարդ պրոցեդուրաներից։ Երրորդը արագ և իրական ժամանակում արդյունքներն են։ Հետազոտությունը տևում է 10-ից 30 րոպե կախված օրգանից, արդյունքները անմիջապես տեսանելի են էկրանին և օգտագործվում է արտակարգ իրավիճակներում, օրինակ վնասվածքների, ներքին արյունահոսությունների ախտորոշման համար։ Չորրորդը մեթոդը ունի բազմակի կիրառություն, ախտորոշում, օրգանների կառուցվածքների փոփոխություններ, օրինակ գոյացություններ, բորբոքում, ցիրոզ, դինամիկ հսկողություն, բուժման ամուսնավետության գնահատման նպատակով, օրինակ ուռուցքի չափերի փոփոխություն, սկրինինգ, կրծքագեղձի, արգանդի վզիկի, շագանակագեղձի քաղցկեղի վաղ հայտնաբերում։ Հինգերորդը ուլտրաձայնի հատուկ ռեժիմների կիրառումն է, դոպլերոգրաֆիան, արյան հոսքի արագության գնահատում, օրինակ պլացենտայի խանգարումների դեպքում թրոմբոզի հայտնաբերման համար, 3D, 4D ուլտրաձայնային հետազոտություն, պտղի եռաչափ օրինակ դեմքի անոմալիաների հայտնաբերում և էլաստոգրաֆիա հյուսվածքի կարծրության չափում, օրինակ լյարդի ֆիբրոզի աստիճանի գնահատման համար։ Այսպիսով ուլտրաձայնային հետազոտությունը լավագույն ընտրությունն է, եթե անհրաժեշտ է արագ և անվտանգ սկրինինգ, ոչ ինվազիվ եղանակով ստուգել օրգանների կառուցվածքն ու ֆունկցիան, հսկել հղիության ընթացքը կամ քրոնիկական հիվանդությունները։